Գիտեք, երեք մենք բոլորին շնորհավորում ենք կանանց միամսյակի հետ կապված։ Այսօր դարձյալ ուզում եմ շնորհավորել ձեզ, հետո նաև այն մարդկանց, ովքեր որ հետո մեզ կնայեն համացանցով, պարզապես շնորհավորում եմ ձեր տոնը։ Եղեք միշտ գեղեցիկ, եղեք միշտ խնամված, եղեք միշտ ճպտերես, որտեղ Աստված ձեզ այդպեսին է ստեղծել։ Գիտեք, շատ պահպանողական եկեղեցիներ ցույց չեն տալիս, որ կանայք լինեն խնամված, բայց գիտեք, դուք գեղեցիկ եք, երբ որ ավելի խնամված եք, որտեղ դուք ներկայացնում եք ձեր արարչի պատկերը, որտեղ երբ որ ասում Աստված ամեն բան արարեց, ասեց, որ բարի է, բարի։ Գիտեք, երբ որ դուք նայում եք ծաղիկին, ծաղիկը գեղեցիկ է, համաձայն եք։ Օրինակ նայում եք վարդին, կակաչին, ինքը բավական գեղեցիկ է։ Աստված նայեց, ասեց բարի է։ Իսկ ինչի պիտի նայի քեզ, սիրելի քույր, կամ դու որ դու ինձ կլսես, նայի քեզ ասի եղքես ինչ կեշա։ Երկեսը սա տերը չի ասում, դա իմ հումորն է։ Ինչի դու գեղեցիկ չլինես, ինչի խնամված չլինես։ Չէ՞ որ դու Աստծո աղջիկն ես։ Եվ որ դու նմանվում ես իրեն, ինքը ամեն բան բարի անում։ Հիմա գուցե մեկ ասի ով ջան, ես արդեն 80 տարեկան եմ կամ 70 տարեկան եմ, էլի ինչ ժամանակն է խնամվելու։ Լսի, երբ որ դու գնում ես Աստծո առաջ, լավ կլինի որ որպես Աստծո աղջիկ այդպես լինես։ Այնպես որ շնորհավորում եմ, սիրելի քույրեր, աղջիկներ, մայրեր, տատիկներ, ձեր բոլորի միամսյակը, դուք օրհնված եք, ասեմ իմանաք։ Մի կասեք ինչի։ Տղամարդիկ սկի մի օր չունեն, դուք մի ամբողջ ամիս ունեք։ Մի հատ փետրվարի 23-ին ասում են էլ դա ավելի շատ ռուսական բանակի տոնն է։ Լավ, ինչ որ ասա միջազգային տոնն է, մարտի 8-ը, Գլարաց հետ գինի ստեղծագործությունն է, բայց ամեն դեպքում իսկ ապրիլի 7-ը մեր հայկական ստեղծագործությունն է։ Լավ, այդ ամենը հումոր, շնորհավորանք, ու ասեմ ձեզ կխնդրեմ, սիրելի քույրեր, տղամարդիկ արան գնան, բայց սիրելի քույրեր, չշտապեք, վերջում ձեզ թաքուն անակնկալ է սպասում։ Ես տխուր եք։ Տխուր եք, որ ձեզ անակնկալ է սպասում։ Ահա։ Այո, բարդ Հիսուսի։ Հովհաննես 14-րդ գլուխ, ուզում եմ կարդալ 12-րդ խոսքը։ 11 խոսքից Հիսուս էսպես ասում. հավատացեք ինձ, թե ես հոր մեջն եմ և հայրի մեջն եմ։ Ապա թե ոչ ասում, գոնե գործերի համար ինձ հավատացեք։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե նա որ ինձ հավատում է, այն գործերը, որոնք ես գործում եմ, ինքն էլ պիտի գործի, և նրանցից ավելի մեծ գործեր պիտի գործի։ Ուզում եմ տեսնեմ այն մարդկանց ձեռքերը, ովքեր որ հավատում են Հիսուսին։ Վաու, բոլոր դալիճը։ Իսկ հիմա ուզում եմ տեսնել այն մարդկանց ձեռքերը, ովքեր որ ավելի մեծ գործ են գործում, քան Հիսուսը։ Յա, ձեռքերը բրցավ։ Տվեք մի կում ջուր խմեմ, ասածս կուլ տալու համար։ Հիմա նայեք, ինչ եք մտածում, իմ ձեռքին Աստվածաշունչա թե չէ։ Քանիսդ ունեք Աստվածաշունչ, որ հիմա նստած եք եկեղեցում։ Կարող եք բացել այդ նույն տեղը։ Այդպես է գրված, որ ես կարդացի, նրանք ավելի մեծ գործեր պիտի գործեն։ Ինձ հավատացողները Տեր ասում ավելի մեծ գործեր են գործելու։ Հիսուսն ինչ ասում։ Գործերի համար գոնե հավատացեք։ Նա որ ինձ հավատում, այն գործերը, որոնք ես գործում եմ, ինքն էլ պիտի գործի։ Հիմա ուզում եմ մտածես։ Դու հավատում ես Հիսուսին, թե չէ։ Ամեն։ Դու հավատում ես Հիսուսին։ Հալելույա։ Իսկ դու գործում ես այն գործերը, որ Հիսուսն է գործում։ Հիմա նայեք։
Ուզում եմ այսօր քո հավատքի կյանքում հեղափոխություն բերեմ։ Ուզում եմ զարթոնք բերեմ քո հավատքի կյանքում, որ սկսես այն ինչ որ դու հիմա մտածում ես կամ այտենց հավատում ես, հասկանաս, որ դու ավելին պետք է սկսես։ Որովհետև այսօր աշխարհը, նայեք, սելի եկեղեցի, սելի աղբերներ, քույրեր, կամ այն մարդիկ, ովքեր որ մեզ կլսեն, այսօր աշխարհը գիտեք ինչ անում, ամեն հնարավորին ու անհնարին բանը անում է, որպեսզի պղծությունը տարածի, որպեսզի անառակությունը տարածի, որպեսզի անհավատությունը տարածի, որպեսզի ամեն հնարավորին բան անի, որ մարդիկ դադարեն Աստծուն վստահել ու հավատալ ու երկրպագել։ Իսկ այդ դեպքում մենք որպես եկեղեցի քրիստոնյաներ ինչի ենք վախենում Տիրոջ համար մի բան անելուց։ Չէ՞ որ Հիսուսը մի բան ասեց։ Ամենաշատ որ կարան ձեզ մի բան անեն, շատ դες սպանեն ու վերջ։ Ավել բան չեն կարող անեն։ Գոզես հեշտ ես ասում։ Իսկ ամենադժվարը գիտեք որն է լինելու, որ հավիտենությունը անցկացնելու ես քրակի ծծուբի լճի մեջ։ Դա ավելի սարսափելի է, քան որ լավագույն դեպքում այստեղ կարան քեզ սպանեն ու վերջ։ Հո, եղբայր, դու չգիտես ես ինչերի մեջով եմ ասում։ Հոբին ասում է, այ նստենք մտել ասենց խոսենք, հա։ Մենք ինչ ասում, ավելի մեծ գործեր։ Ավելի մեծ գործեր։ Ասում են ինչ որ ես անում եմ, դուք էլ եք անելու։ Մենք ինչի ենք վախենում անելու բանել, որը որ Տերը մեզ առաջնորդում է։ Գիտեք, մի հրաշալի ազնվորություն կա, ես ինձ շատ եմ սիրում։ Ինք իմ հոգևոր երեխեքից մեկն է։ Մի քանի օր խոսում ենք իրար հետ։ Ասում եմ, հովիվ ես վախենում եմ, ասում եմ ինչի՞ց։ Ասում եմ, ես չեմ ուզում պատասխանատվություն վերցնեմ իմ վրա, ասում եմ ինչի համար։ Ասում եմ, որտեվ այսօր աղոթում եմ եկել, ես ինչ է լավանում է։ Ես աղոթում եմ, սենց է լինում, ես աղոթում եմ, սենց է։ Ասում եմ, բա, ասում եմ, չէ, ասում եմ, վախենում եմ, որտեվ գիտեմ, որ ես ինչքան շատ եմ աղոթում, Տերը։ Սկսում ավելի շատ ինձ օգտագործել։ Ասում եմ, լսի, մարդիկ կան երազում են։ Որովհետև երազում են, որ Աստված իրան օգտագործի։ Դու վախենում ես։ Մենք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Նա որ ինձ հավատում այն գործերը, որոնք ես գործում եմ, ինքն էլ պիտի գործի։ Սելի եկեղեցի, սելի եղբայրներ, քույրեր, կամ այն մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, չի կարող քո հավատքին չհետևի հրաշքներ։ Չի կարող քո հավատքին չհետևի զորություններ։ Ես առավոտյան կարդում եմ Պողոս Առաքյալի գրած, ասում եմ, գալու եմ ու տեսնեմ այդ մարդկանց ոչ թե խոսքերի ճարտարությունը, այլ Աստծո զորությունը։ Քո հավատքին չի կարող չհետևել Տիրոջ զորությունը։ Կասես, բայց ինձ հալածում են, դա էլ է նորմալ։ Դա էլ է նորմալ, որովհետև Սուրբ Գիրքը դրա մասին էլ է խոսում։ Եվ նայեք Հիսուսն ինչ ասում։ Ինձ հավատացողները կանեն այս գործերը եւ ավելի կանեն։ Գուցե մեկ ասի, հովիվ ես առաջի անգամ եմ այստեղ, ես չգիտեմ դուք ինչի մասն եք խոսում։ Կարդացեք Աստվածաշունչը, տեսնեք ինչեր է գրված այնտեղ, ինչեր էր կատարվում Հիսուսի կյանքի մեջ։ Սելի եղբայր եւ քույր։ Ուզում մի բան կանգնես ու մտածես, ես ինչքանով եմ հավատում։ Մենք մի երգ ունենք, որ երգում ենք, ես հավատում եմ հրաշքների։ Բայց գիտես ամենացավալին որն իմ համար։ Երբ որ բժշկության աղոթների ժամանակ մարդիկ սկսում են ուղղակի վերապրել Աստծո ներկայությունը, դու մտածում ես, ես կարող եմ ձև անում, ես կարող եմ ինչ-որ մի բան ինչի։ Փոխանակ հավատաս հրաշքների, ճիշտ հակառակն ես մտածում։ Մտած այդ դեպքում դու ում ես հավատում։ Եթե դու հավատում ես հրաշագործ Աստծուն, հավատում ես ամենակարող Աստծուն, որ ինքը կարա բժշկի, որ ինքը կարա ազատագրի, որ կարա մարդուց դևը դուրս գա ու մարդը խելքը գա տեղ ասի, վաու, ես ես ուր եմ գտնվում։ Իմ կյանքում միջև այդ ես տանջվում է, իմ էլ չեմ տանջվում։ Գիշերներից ծեծում է։ Զարմանում եք։ Մենք մեզ վերջերս ծառայողներ հետ միտեղ էին գնացել հրավիրել են մեզ աղոթելու։ Եվ ես նստած, գիտեք ինչ եմ լսում, ավետարան, բայց ուրիշ տեսակետից։ Գինը պատմում ասում է, ամուսինս ամեն առավոտ ծեծված արտանում էր քնից։ Ասում է գիշերը
Ասում առավոտ արտանում էր ամբողջ իր մեջքի վրա սս չանգրած տեղեր։ Ասում առավոտ արտանում էր ոտերի մատերի արանքում ոնց որ թուղ դրած վառածելն էին։ Ասում ոնց են ծեծում իրան դևերը։ Շատ կներեք, ինքն է տենց ասում։ Ասում իմ ամուսինս մի քիչ մազոտ մարդ է։ Ասում առավոտ արտացել է, ոտքի վրա մի այսքան քառակուսի տեղ, ընդհանրապես մաշ չկա։ Ասում անկորու մեջ էլ մաշ չկա։ Ասում ինչ եղել մազերը չգիտեք։ Դուք պատկերացնում եք ուր են գնացել։ Միտեղ, որտեղ դևերը ծեծում են մարդուն, ռեալ ծեծում են։ Գին ասում ամուսնուս գիշերը քնից արթնացրեց, ասում արթնացել աշկերը փակ, ասում լսում եմ ասեք, ինչ եմ անելու։ Ասում իրան իջացրեցին պատվալ։ Ասում տարան մի անկյունի վրա, ասեց քանդեցի, քանդեց, չգիտեմ դից թուղթուկ իրա քթացելնու, ասում հանեց, ասում ասեց ճղեց, ասում տարքից հոսող ջուրը։ Ասում հեսա գնում եմ հոսող ջրի մոտ։ Ու ամուսինը բոլորը քնած, գիտեք, ամուսինը որ առավոտ արթնացել է, ոչինչ չի հիշում ամուսինը։ Մենք ասեք քով ես ինչեր եք պատմում, գիտես բան է լինում է։ Ափսոս կարեն է Իվան Պարկածը ծառանոց մեկնել զբաղված ուրիշ գործով ձեր անակնկալներով։ Գիտեք, մենք այդ ամենը ներկա ենք եղել։ Գիտեք, երբ որ մենք այն մյուս անձնավորության հետ սկսեցինք խոսել, հենց այս խոսում է ավետարանից, սենց նստած տեղը սենց ծրմռվում էր, գլուխը սենց էր անում, ձեռքերը, ընտանիքի անդամը ասի կարելի է իր երեխային տանեք տնից, որովհետև այն ինչ որ ես արդեն հասկանում եմ, որ լինելու է, չեմ ուզում երեխան տեսնի։ Երեխուն տարան, ասի կարող ես հիմա ինձ հետ միասին ասել, Հիսուս, ուզում ասել, որ ուզում եմ դառնաս իմ Տերը, գիտեք, սենց նայեց իմ երեսին, սենց ծնոտը սենց ծրմռվեց, ու մի անգամից սկսեց դեպը ակտիվանալ իր մեջ։ Մենք սկսեցինք աղոթել։ Կարենը, գիտեք, սամբոյի չեմպիոն է։ Ձեռքը չէր կարողանում 2-0-ով իր ձեռքը չէր, ինքն էլ մի քիչ փոքրամարմին աղջիկ էր։ Այսի մյուս դեպքն եմ ասում։ Այսի ուրիշ էր, երկու տուն էին գնացել, մնացածը չեմ ուզում պատմել, որտեղ կարող է եթերով հարմար չի։ 2 ձեռքով չէր կարողանում պահել այդ ձեռքը, որ իրան չխեղդեր։ 2 ձեռքով։ Այն ձեռքը, որ իմ ձեռքի մեջ էր, խելոք էր։ Բայց այն ձեռքը, որ Կարենի ձեռքի մեջ էր, Կարենը ցնցվում էր, չէր կարողանում, նայում էր, ասում չեմ կարողանում։ Գիտեք այդ բանը ինչ ենք հիշում, այն դևարին, որ ասում է շնջիլներով կապում են, պոկում էր ու գնում էր։ Ու երբ որ սկսեցինք հրամայել, որ այդ ինքնասպանության ոգին գնա, այնպիսի ձայներ էր անում։ Հետո խելոքացավ։ Այդ մեկը գնաց։ Ու ես աղոթում եմ, լուր, ձայն չկա։ Ու Սուրբ Հոգին ասեց, ոմանք պահկվել են, սկսեք կարդալ Սուրբ Գիրքը։ Բացեցինք, ասի որ, ասեց 91 Սաղմոսը։ Կարեն ասի գիրքը տվեցի Կարեն ձեռ, ասի կարդալ։ Կարենը հենց գիտեք ինչ արեց։ Բարձրելոյն ծածկոցի տակ, մեկ էլ լեզված սկսեց ղժալ։ Մեր ասում հա, պահկվել է։ Սուրբ Հոգին գիտի ո՞նց անի։ Ասում են գործերը, որ ես գործում եմ, դուք դա կանեք ու ավելին կանեք։ Ինչի մենք չենք ձգտում այդ ավելին։ Օ, եղբայրը ժամանակ չունեմ։ Գիտեք քանի ժամ ենք այդ մարդկանց տանը, ծնկի վրա աղոթում ենք։ Գիտեք այդ անձնավորությունը ազատագրվեց։ Խելք եկավ տեղը, նստել էր դրես խոսում էր։ Գիտեք ինչ ամենակարևորը, Հիսուսն ասում է կանեք այն, ինչ որ ես եմ արել ու ավելին կանեք։ Ինչ ենք մենք վախենում այսօր։ Մարդկանց ասելը որ Հիսուսը քեզ կբժշկի։ Գիտես քեզ վախենում։ Գիտես քեզ վախենում, որ ինձ կլսես։ Որտեղ կասի դե աղոթի որ ես բժշկվեմ, կասես մեղա է, աստծո ես ինչ կրակն են գա, ես մի ոնց աղոթեմ որ ես բժշկվի։ Բայց մեզ քո Հիսուսը բժշկում է։ Գիտեք ինչքան հրաշքներ եմ տեսել ես։ Ինչքան հրաշքներ եմ տեսել ոնց Աստված բժշկի մարդկանց։ Հիմա էլ ենք տեսնում։ Կասես բետնչի ես չեմ բժշկվում։ Այդքան աղոթում եք իմ համար, բայց ինչի չեմ բժշկվում։
Հիմա հարցի չեմ կարող պատասխանել ինչի չես բժշկվում։ Բայց որ գնաց տունդ մի հատ թափտաս, տեսես ինչքան կրապաշտական իրեր ունես։ Ու ինչքան պապեկան եկած կախարդության սարքավորումներ ունես տանդ մեջ, որոնց հետևանքով դևերը մուտք ու ետք են անում քո տան մեջ։ Հիշում եք այն պատմությունը, ասում ցավագար էր։ Որ ցավեր է, ցավի դևը, բերել է լցրել այդ մարդու կյանքի մեջ այդ ամենը, ասում է, ինչ որ ես անում եմ, ավելին կանեք։ Ավելին։ Ինչ ես վախենում, որ դու դաշտում աշխատում ես, մեկի գլուխը ցավում է։ Փոխանակ դեղ տալու տեղ ասես, կլիք ումեր մի հատ աղոթեմ։ Երեկային էստեղ մարդիկ։ Ես երեք չգիտեմ Աստված, ինչ գերբնական ձևի իջել էր էստեղ։ Եվ մեր եղբայրը շատ վատ առողջ էր։ Խոսում է իր հետ, ասում է հազիվ տուն եմ հասել, բայց ձերան, եմ ասում փորը ձերը փորից դուրս չէր գալի։ Թարսեի ուզում ասեի։ Սենց իր հետ խոսում եմ ժողովուրդ ջան, եկեք նա ես եղբոր համար աղոթենք։ Մենք սկսենք աղոթել։ Հատբայ տվեցինք, ժողովրդից մարդ կար, պետք է տանի արդեն երեկո էր, մութ էր։ Մեկ էլ voice եկավ։ Մարդիկ լսել են։ Ասում հենց աղոթեցիք, ամեն ասեցիք։ Ասում ոնց որ միջև մարմինս դանակով կտրտեի։ Ասում մի անգամից աչքերս գույնը փոխվավ։ Տեսքս փոխվավ, կինս ասում լսի։ Ես ո՞նց մի անգամից փոխվար։ Գիտես շատ անգամ ինչա կատարվում։ Դու աղոթում ես մեկի կյանքում Աստված հրաշք կամ դու զարմանում ես ո՞նց եղավ սենց եղավ։ Եթե ես էի, իրականում դու չէի։ Բայց ընդամենը մի հատ պատճառ դարձար, որ մեկի կյանքում հրաշք լինի։ Այն գործերը, որ ես անում եմ, ավելին կանեմ։ Այս թեման էսպես են վերագրել։ Արա ավելին։ Արա ավելին։ Արա Տիրոջ համար ավելին։ Գուցե Աստված քեզ կանչել այսօր մեծ բաներ անելու համար, բայց դու վախենում ես, ես չեմ ուզում։ Հավոր գնա մեկի համար աղոթեմ, բժշկվի, հետո անունս ելնի, որ էսի աղոթողա։ Գիտեք, իրականում այնքան կարևոր է, որ դու հասկանաս։ Հիսուսն ասում է դու ավելին կանես։ Ինչ ենք սահմանափակում։ Հիմա ես հարցնեմ, դու հավատում ես Հիսուսին։ Ուզում եմ այն մարդիկ ձեռքերը բարձրացնեն, որ իրականում հավատում են Հիսուսին։ Վաու, էլի բոլորը բարձրացնում են։ Շատ լավ է։ Ես մի քիչ առաջ անցնեմ։ Այդ դեպքում ինչ ես վախենում։ Մեկից այն մարդ գործ չունեք դրա հետ, հանգարց դրա տան մոտենը չետակ, հանգարց ինքը չիմանա, որ դու հավատացյալ ես։ Որ իմացավ, հա ինչ պիտի անի։ Այդ դու ինքը պետք է վախենա, երբ որ դու գնում ես իրանց տուն։ Եվ որ նոր ենք սկսել եկեղեցու վերանորոգումը, ես վարպետ էի ման գալիս ու պատահաբար մեկին ասեցին այս գյուղից, որը որ ես չգիտեի, չէի ճանաչում այդ մարդուն։ Եկավ այդ մարդը սկսեց որոշակի նորոգումներ անել, բայց ես հասկանում եմ դա միջև պատերազմից հետո էր արդեն։ Տարօրինակություններ կար։ Հետո սկսեց պատմել իր կնոջ պատմությունը, այդ հասկացա ինչն էր, ես նրան ասացի, գիտես ինչ կա։ Այդ ամենի հետևում Հիսուսը չի կանգնած, այդ ամենի հետևում դևերն են կանգնած։ Իմ համար կապ չունի ով, կարևորը կնիկս լավ է, ես լավ են, ասել լավ, շատ լավ։ Հետո եկավ հերթ հասավ վճարելու ժամանակը, պայմանը այդպեսին էր, որ պետք է իր անձնագրի տվյալներով ես վճարեմ, որտեղ դա պետք է հետո ես հաշվետվություն տայի եկեղեցուն զարգացման կենտրոնին։ Ասաց անձնագիրս տուն, արի գնանք մեր տուն, համել կտենաս ինչ եմ սարքի, ասել լավ գնացինք, ասես հետաքրքիր առիթ է։ Ես գնացել եմ իրանց տուն։ Գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ այդ տղամարդը նստած եմ արջևում, կինի իմ հետևում, հա։ Եմ որ սենց մկին գցում ես օծի դեմը, սենց խեղճացած, ես զգում եմ, որ իմ հետևից ինքը ֆշշացնում ես բերեմ մեր տուն, ես ինչ այք եսի մեր տուն, ես իր հետ խոսում եմ, որ գիտեք տվյալները լրացրի, ասում դու պետք է ստորագրես, որ ես այսքան գումար եմ տվել քեզ, որտեղ ես էլ պետք է հաշվետվություն տամ, բաս սուրճ կխմեք, ասում եմ, չէ, ես սուրճ չեմ խմում, այդ տղամարդն ասում, կինը հետևում սենց գնում գալիս է, չդիմացավ, փախավ գնաց կուխնին։ Եվ մի երևի 5-ից 7-10 րոպե չկար իրաց տան էինք, այդ կինը տան մեջ չերևաց։ Ինչ եք մտածում, քո մեջի լույսն է ուժեղ թե խավարը։ Ինչ ես այդ դեպքում լույսիդ վրա շորեր գցում, կաշի գցում, ցելոֆան քաշում գլխին, որ այդ լույսը լույս չտա։
վախենում ես, որ խավարը կակտիվանա, մի վախեցեք, մի վախեցեք, Հիսուսն ասում է դուք ավելին կանեք, ձեր լույսը թող ավելի պայծառանա և լուսավորի մարդկանց, ես ուզում եմ մի հատ հարց տամ ձեզ, քանիստ եք տեսել մի անառակի, մի շնացողի կամ մի հարբեցողի կամ մի չգիտես հանցավոր աշխարհի ներկայացուցիչի, որ ինքը ամաչում է ասի, որ ես ես ճիշտ եմ։ Տեսել եք այդպես մեկի։ Անենց են իրաց պահում։ Հայատեր ելում անենց են քայլում, որ գիտես կա, երևի 8 մարդու տունը արդեն քանդ է, բայց հայատում անենց է քայլում, որ այն մի ժողովրդական երգ ունեք, չկա ինձի նմանը։ Չկա ինձի նման։ Ասես ես ինչի վրա ես տարված։ Բայց որ դու քրիստոնյա ես, Աստծո զավակ ես, հավիտենական կյանքի նախասահմանված մարդ ես, հարցում են, ասի դու ես հավատացյալ, հա դե չգիտեք, բան, ու գիտեք ես չեմ կարող հասկանամ դες մարդկանց։ Դու սուրբ կյանքով ապրող մարդ, վախենում ես ասել, որ դու քրիստոնյա ես։ Բայց այն մարդը, որ պղծության մեջ է ապրում, հələ մի բան էլ նենց հետ խոսում, որ դու ես, այմ ասես մեղակ հետեր, կարող եմ մի բան ես սխալ գիտեմ։ Բայց ախր քիչ էր մնում ներկա լինի այդ ամեն ինչին։ Գիտեմ որ դա տենց է, բայց ինքը նենց է խոսում քո հետ, որ դու մտածում ես, որ կարող է ինչ-որ բանում դու սխալ ես։ Այդ դեպքում դու ինչի ես ամաչում։ Ասելու որ դու Հիսուսի հետևորդն ես։ Ինչ ես ամաչում ասելու, որ քո անունը գրված է կյանքի գրքում։ Դու հավիտենական կյանքի մեջ բաժին ունես։ Դժոխքը քո համար փակ է։ Հիսուսն ասում է ինձ հավատացող այս բաները կանի։ Ինձ հավատացող այս բաները կանի։ Ինձանից ավել կանի։ Կարդացեք Հիսուսի արածները։ Ու մտածեք, քանի տոկոսն եք անում Հիսուսի արածներից։ Հիսուսը ասում է գյուղից գյուղ գնում էր, մարդկանց խոսում էր երկնքի թագավորության մասին։ Ասում էր ապաշխարեք երկնքի թագավորությունը մոտեցել է։ Քանի տեղ է գնում որ ասում եք ապաշխարեք երկնքի թագավորությունը մոտեցել է։ Բայ հովիվ ջան, բա որ դες բան ասեմ ինձ գործից դուրս կանեն։ Ինչ անենք։ Մի ուրիշ տեղ կաշխատես։ Էլ գործ չկա։ Իսկ գուցե հենց Աստված է թույլ տալի որ դες դուրս գաս որ ավելի լավագույն ունի քո համար։ Միջև որ դու քո սեփական բիզնես ունենաս, որ դու ունենաս աշխատողներ, որ դու ունենաս, չգիտեմ, քո ածի փուրը, քո խմորեղենի ցեխը, քո այգին, որ մարդիկ կան քո մոտ աշխատեն։ Յո, մեղակ հետերից ինչ էր ասում ես ով ինչպես բան հնարավոր է։ Գիտեք, ավետարան ասում ամեն բան հնարավոր է ինձ հավատացողի։ Այդ ժամանակ իմ հետ ընդհանրապես հաշտ չի։ Գնում ենք Ծննդոց գիրք։ Իմ համար մի հատ հերոս կա Ծննդոց գրքում։ Մի փոքր ուզում եմ իր մասին խոսել։ Մի փոքր ուզում եմ իր մասին խոսել։ Գիտեք, ես այնքան ասենց հետաքրքիր հավատք եմ տեսնում այս ամեն ինչի մեջ, այն որ քիչ հետո խոսեմ։ Աբրահամը իր ծառային ասում է լսի, ինգեր, մի քիչ բարերով ասեմ, հա։ Ես քեզ այնքան վստահում եմ, գնա տղուսում եմ այդ աղջիկ ճարի։ Քո վրա Աստծո հոգին կա։ Որ ճոգում եմ դու Աստծո հետ լավ ես, դոստ ես։ Շփվում ես իր հետ։ Գնեմ տղում եմ այդ աղջիկ ճարի։ Բայց ասում եմ կեթաս։ Մեր ցեղից մարդ կճարես, չգնաս ես որ դերանքի։ Մի քիչ բարերով ասում։ Դու այդ ամենը կարա կարտակ Ծննդոց 23-24 գլխի մեջ։ Ուզում ես որ ձեր տոն հետ կապված մի քիչ հումոր անեմ։ Այս ծառան վերակենում գնում է։ Մտածում եմ մեղակ է։ Ես ինչ վատ բան է արես, Տերես ես ինչի տարակ դրեց ինձի։ Ես մի այդ հարսին որ ճարեմ մի բաներ հանգած լավ չլինի ոնց է լինելու։ Ասես բայց սպաս է, ախր ես Աստված ունեմ։ Ասում մի քիչ հումորով եմ պատմում։ Բաներ կա տես չի գրված։ Հետո մեկը չվերցնի կամ համոզած հա, տեսակ է թողես ես բաներ ասում, բայց գրած չի։ Ես պրոստը մի քիչ հումորով եմ պատմում։ Ասում բայց ես Աստված ունեմ, ելը սպասի։ Գալիս եմ Աստծո հետ խոսամ։ Ասում Աստված ջան, ուրեմն sense պայմանավորվենք իրար հետ։ Ես եթե մի հատ ջրորի մոտ նստեմ,
Ջոգում ես գյուղ աղջիկը գալիս է ստեղ ջուր տանելու։ Ես էսի վերաբերում աղջիկները որ չեք ամուսնացել։ Ասма գալիս են ջրորի ջուր հանելու։ Այմացած բան պայմանավորվենք, էլի։ Այնու որ ասեմ ջուր տուր, ասի քեզ էլ ջուր կտամ, ուխտերերը ջուր կտամ։ Էդին ինձ նշան որ ես լելու եմ տիրոջս հարսը։ Ով գիտի մի ուխտը քանի լիտր ջուր է խմում։ Ինչքան? Ահա 500, 100, էլ ինչ թվեր եք ասում։ 100, էլ 800։ Ցիստերնը ինչա տնաշեն։ Գիտեք մի ուխտը 10 րոպեվա մեջ կարողանում է 100-ից 103 լիտր ջուր խմի։ Բայց եթե նստած խմումը ամբողջ ճովին այդ երկու սապատավոր ուխտերը մինչև 200 լիտրից ավել ջուր են խմում։ Այո։ Այս քարոզը գրելուց առաջ քրքրել եմ սաղ ինֆորմացիա, որպեսզի ճիշտ լինի։ Ուզում եմ կարդամ։ Ծննդոց 24-րդ գլուխ 10 խոսքի։ Ծառան իր տիրոջ ուխտերի 10 ուխտը առավ, որտեղ իր տիրոջ բոլոր բարիքների ձեռքին էին ու ելավ ու դեպի Միջագետ Նաքովրի քաղաքը գնաց։ Մնացած պատմությունը ես թեթևը ասեցի քեզ, նստում է ու սպասում է։ Ինչին։ Աղջիկին։ Որ աղջիկները պետք է գան եւ տեսնենք ով է ջուր տվողը լինելու։ Պատկերացնում եք 10 ուխտ։ Ով գիտի մաթեմատիկական որոշակի հաշվարկներ։ Եթե 10 ուխտը օրինակի համար բազմապատկես 100 լիտրով կամ 200 լիտրով, քան լիտր ջուր կանի։ Առաջի տարբերակում մոտավորապես 1 տոննա ջուր, երկրորդ տարբերակում 2 տոննա ու ավելի։ Ոնց եք մտածում 2 տոննա ջուր սափորով ջրորից հանելը քանի ժամ կտևի։ Գիտեք ամեն հետաքրքիրը որն է։ Որ խնդրում ես մեկին մի բան անելու, այնքան կիսատ բռատ, այնքան սենց անհավես, վայ, դու չգիտես ինչքան վատ եմ, ով ջան, չեմ կարող ոչի բան անեմ։ Բայց հենց հասնոտում լզվում է, մեկ էլ տենում ես 120-ի տակ տան գործերն անում է։ Այ բալան, դու եկեղեցում վատ էիր։ Այդ հասար ձեր տու լավացար։ Ուզում մի քիչ կարդամ այդ տեղերից։ 12 խոսքից ասում է եւ ասեց ով Տեր իմ տիրոջս Աբրահամին Աստված աղաչում եմ քեզ հաջողություն տուր ինձ այսօր եւ իմ տիրոջս Աբրահամին բարերարություն արա ահա ես ջրի աղբյուրի մոտ կանգնած եմ այս քաղաքի բնակիչների աղջիկները ջուր հանելու պիտի գան ու երբ աղջկան ասեմ շնորհք արա սափորը իջեցրու որպեսզի ես խմեմ ու նա ասի ինքը չասի աղջիկը ասի խմի եւ քո ուխտերուդ էլ խմեցնեմ նա թող լինի քո Իսահակ ծառայիդ համար սամաված եւ սրանով իմանամ թե իմ տիրոջս բարերարություն արեց։ Դուք պատկերացնում եք այդ աղջիկը որտեղ որ ապրում էր ինքը լավ գիտեր ուխտի ինչ բան է։ Մեր պես չի որ մենք չգիտենք ուխտի ինչ բան է, դա ուտում են, թե դա հագնում են, թե դա քշում են, թե դա զարդը դնում են տան գլխի բանին, գարդրոպի գլխին, հա։ Մենք այնպես երկրում ենք ապրում որ բայց որ գնաս Եգիպտոս կհասկանաս դա ինչ է։ Ինքը գիտեր այդ ինչա։ Ինքը գիտեր այդ ուխտը ինչքան ջուր է խմում։ Եվ այստեղ նայեք մի հատ կարծես առաջի հայացքից անհնարին բան ասում։ 10 ուխտ։ Ով որ հանի, ինքը լի այդ հարսնացում։ Ասմատակավն իր խոսքը դեռ չվերջացրած 15 խոսքն է։ Ահա Աբրահամի եղբոր Նաքովրի կնոջ Մեխքայի որդի Բաթուելի ծնած Ռեբեկան եկավ։ Տանանանամ, եկավ մեկը, որը որ պետք է դառնա, մեկը, որը որ պետք է դառնա, երբ որ նայում ես ազգաբանությամբ, գնում հասնում է Հիսուսի տատի։ Նայեք շարունակությունը։ Ռեբեկան եկավ։ Մի բան ասեմ մարդու չասեք։ Սոնքաճս աննել է Ռեբեկա։ Աղջիկը խիստ գեղեցիկ տեսքով կույս էր։
ու նրան մարդ մոտեցած չէր։ Նա իջավ աղբյուրով իր սափորը լցրեց ու հետ էր դառնում։ Եվ ծառան նրան դիմավորելու վազեց ու ասեց. «Շնորհք արա քո սափորից, այդ ինձ մի քիչ խմելու ջուր տուր»։ Ինձի մի քիչ ջուր տուր։ Նա ասեց. «Խմիր, Տեր»։ Ու շուտով սափորը իր ուսից իջեցրեց եւ տվեց, որ խմի։ Երբ նա խմեց, աղջիկը ասեց. «Ուխտերի Տեր ջուր տամ, քաշեմ մինչեւ ամենքն խմեն»։ Նայեք ինչ ասում։ Ինչ եք մտածում, մոտավորապես սափորը, որ աղջիկը կարա իր ուսին դնի տանի։ Քանի լիտր կարա լինի։ 5, 10, ելո ինչ տիվ կասի։ Եկեք սակարկենք 3, 15, այսօր ես փորձել եմ 15 լիտր լցել եմ, տամ ուսի տնամ, քանի մետր ես գնալու։ Չէ։ Դա իհարկե հումոր է։ Գիտես, ես չեմ մտածում, որ իհարկե կարա լինի 3, 5, 10, 15 էլ կարա լինի։ Որտեւ որ ես նայում եմ մեկ-մեկ այդ միջերկրական այդ գոտի միջ այդ բանի ասիական այդ երկրներում հասարակած այդ գոտու նայում ես այսքան սենց մի հատ բանա դրած գլխին ու մի ամբողջ սենց խանութի առևտուր գլխի վրա գնում է, նորմալ է որ կարա 15 լիտր էլ լինի, էլի նորմալ է։ Լավ հաշվեմ թող 20 լիտրանոց լինի սափորը։ Դուք պատկերացնում եք 2 տոննա ջուր պետք է ինքը ջրորից քաշի։ Այսօր մեկին մի դույլ, որը որ 5 լիտր է ջուր ես տալիս մեզ, էսի մի հատ տարտանից թափի ասма, մամա մեջքս ցավում է, ոտերս ցավում է, եղունգներս ցավում է, կարող է եղունգս ջարդ վերեկեմ ներկեմ։ Կլինի ապերին ասես։ Ապերին ասում է, մամ, կլեն մի քուրիկին ասես։ Այն մի քուրիկին ասում է, մամ, գիտես չես քեզ ինչքան շատ ես սիրում, կլինի դու տանես թափես։ Վերջում դու ես տանում թափում։ Բայց նայեք ինչն է հետաքրքիր։ Ասում ես կուղտերին էլ ջրը։ 10 ուղտ։ Եվ գիտեք ինձ սկսեց հանել ջուրը։ Ու երևի ես ծառան նստել էր։ Սենց երևի լոզերը գնում էր ասում էր, «Վաու, Իսահակ, քո բախտը ոնց բերեց։ Հենց ինչ ուրիփերի են վերում քեզ։ Աշխատող, տնորար, ժիր։ Մենք ղոչախ ենք ասում, չէ՞ դենից որ հայերեն բարձ չի ղոչախը, ժիրն է հայերենը։ Ժիր, անող, տնող, եղունգների մասին չմտածող։ Ասես բահովի ջան, քիչ առաջ ասում էր խնամված եղեք ըմել եղունգների մասին։ Նայած ինչ եղունգ։ Եղունգ էլ կա, եղունգ էլ էլի։ Եղունգ կա, որ չեն կարողանում թուղթը սեղանից վերցնել, եղունգ կա, որ ամեն ինչ վերցնում են։ Ու դες մարդկանց որ պատաբար դրսերում հանդիպում խեղճ մարդ։ Երեք գիշերը կասկով է քնում, որ աշկերը չէ եկամ։ Առավոտս ինչ շրամներով չէ էլի քնից էլի։ Ասմուղտերի դեր ջուր խմեցնեմ։ Շուտով սափորը ավազանի մեջ դատարկեց ու նորից հորը վազեց ջուր քաշելու։ Այդ էլ նես չէր որ սենց ջուրը հանում էր լցում էր, ջուրը հանում էր լցնում էր։ Վազեց հորը ջուր քաշելու։ Ու դուք պատկերացնում եք 1-ից 2 տոննա ջուր, որտեղ տարբեր ոնց որ բաներում, որ ես նայում էի, ոմանք ասում են, որ 2 սապատավանոց այդ կա ուխտերից 2 սապատով ու կա 1։ Այդ մեկերը 100 լիտր են խմում, նրանք ասում են մինչև նստած 255 լիտր ջուր են խմում։ Եվ իրանք կարան 40 օր անապատի այդ կիզիչ արևի տակ ընդհանրապես ջուր չխմեն ու խնդիր չունենան։ Որտեւ այդ ջուրը հետո իրանց այդ բանի հետ յուղի հետ հալվում, այսինքն իրանց այդ սապատների մեջ յուղը հալվում, սարքում իրանց համար ջուր ու իրանք խնդիր չունեն։ Տենց է։ Քարոզը գրել է տենց է։ Ինչ ինֆորմացիա ես հավաքում ես, որ ճիշտ խոսես։ Եվ դու պատկերացնում եք վազում գնում է, ջուրը հանում, բերում լցնում է։ Նորից գնում ու գալիս է։ Դա հեշտ բան չէ։ Եվ Ռեբեկան չգիտեր, որ այդ ծառան այտենց ուխտա դրի Աստծո առաջ։ Սելիս, այն ինչ որ քեզ հանձնարարվում է, արա ավելին։ Արա ավելին, եւ դու դրա հետևում օրհնություն ունես։ Դրա հետևում հրաշքներ ունես։ Եվ շարունակության մեջ ասում վերցրեց օղերը ու դրեց իր ձեռքին։ Ոսկե օղ ասես դու լինես իմ տիրոջս կնիկը։
ու Ռեբեկան էլ ոչ տարավ, ոչ բերեց համաձայն են։ Իսկ հիմիկ աղջիկներ էլ մի հատ գատենանք ինչով է գալի։ Ռենջով է գալի, թե էշով է գալի։ Էլ մեկն էլ ասում է սպիտակ ձիով է գալի, ճամփից ձին փչացել, ասում է ոչինչ, դու կարևորը գաս։ Ձի այր հումոր է, ասի չէ որ մի քիչ հումոր եմ անել ձեր հետ, որովհետև ձեր տոնն է։ Եվ վերցրեց ու իր հետ գնաց եւ դարձավ Իսահակի կինը։ Եվ դուք որ շարունակությունը կարդաք, լես մի հերոսի մասնել եմ ուզում հասցնեմ մի փոքր էլ պատմեմ։ Ասում Իսահակը հենց տեսավ մի անգամից սիրեց։ Իսահակը հենց տեսավ մի անգամից սիրեց։ Գիտեք, սիրելի աղջիկներ, սիրելի տղաներ, կամ որ մեզ կլսեք, երբեք հաշվարկով մի ամուսնացեք։ Հենց հաշվարկով ամուսնանաք, այդ թվաբանությունը այնպեսի մի բան է, որ մեկ-մեկ փոփոխվում է։ Եվ հետո կանգնելու եք փաստի առաջ։ Արա ավելին։ Գիտեք, Ռեբեկան արեց ավելին։ Իսկ դու ինչ ես անում։ Հիսուսն ասաց, ով որ ինձ հավատում է, ավելին կանի։ Ուզում եմ հատ մտածես։ Եթե դու ուսանող ես, համալսարանում քանիս է գիտեմ, որ դու քրիստոնյա ես ու եկեղեցու հաճախող ես, կամ եկեղեցու անդամ ես։ Ձեր շենքում քանիս է գիտեմ, որ դու եկեղեցի հաճախող ես եւ եկեղեցու անդամ ես։ Ձեր թաղամասում քանիս է գիտեն, գործի տեղը քանիս է գիտեն։ Գիտեք, այնպիսի բաներ եմ ես լսել, որ մարդիկ ասել են, լսի, դու այսքան տարի մեր հետ աշխատում ես, ինչի Հիսուսի մասին չէիր պատմում։ Եթե դու պատմեիր, այս բաները կարար չլիներ։ Մենք չգիտենք, բայց մենք մի բան գիտենք։ Հիսուսն ասաց, ինձ հավատացողը ավելին կանի։ Իսկ Քրիստոսի առաջի գործը գիտեք որն էր։ Ապաշխարեք երկնքի թագավորությունը մոտեցել է։ Նոր մնացած հրաշքներն էր անում։ Չկա ավետարան, չկա հրաշքներ, չկա ավետարան, չկա զորություն։ Եթե առանց ավետարանի այդ ամենը լինում, իմ համար մեր հարցականները առաջանում։ Մյուս հերոսը մասին, որ ուզում եմ մի փոքր էլ խոսել, դա Դավիթն է։ Դավիթը։ Մի մարդ, որին որ ուզել էին թագավոր։ Գիտեք, ես մարդիկ եմ հանդիպել, այստեղ ինչ որ հիմա կասեմ ստեի մասին չի, դա ուրիշ տեղ, որ այս ծառայում է, աշտարակում է ծառայում։ Մենք Աստված սենց օծեց մի խմբակ, ոնց որ առաջնորդեց սկսելու, եւ մենք սկսեցինք այդ խմբակը։ Եվ մի եղբայր կար, ասեցի, գիտես, ուզում եմ որ դու ոնց որ իմ հետ գաս, ես քեզ սովորեցնեմ, ոնց է խմբակ անում, բան ու կամաց ոնց որ ներգրավեն քեզ ծառայության մեջ, այդ խմբակի ավակը դու դառնաս։ Սկզբում խոնար ամեն ձևի գալիս էր, հետո եկավ ժամանակը, որ իրան ոնց որ հանձնեցի այդ խմբակը։ Ես զանգել եմ հետո խոսում եմ։ Գիտեք ոնց էր հետս խոսում։ Ոնց որ ես մի պարզապես սենց նստեմ գետնին, բոյովներից մեկը ազատ եղբայրն ու Գագիկ եղբայրն իրանք էլ կանգնում են աթոռի վրա ու սենց երևից գոռան այդպես։ Ասում տղա, լսի։ Ես դու մտածում ես, որ քեզ խմբակի ավակ դրեցինք։ Ծովը ծնկներից է դարձավ, ասես մի ձեռը որ դրել եմ, ես մի ձեռով կանամ քեզ անեմ, Այդ տես չի որ դա քո սեփականությունն է, դա տիրոջն է, դա Աստծո ժողովուրդն է, դա եկեղեցին է, սա ոչ մեկ սեփականություն չունի։ Ես որ ես եմ սեփականություն չունեմ, դու ես որ այդ մի անգամից սեփականացրեցիր քեզ։ Գիտեք, մարդը էսպիսին է, մեկին դնում ես մի հատ փոքր ծառայության, մեկ էլ գիտե այնքան է բարձանում, որ դռնից արդեն ներս չի մտնում, ասում ներս արես, որ քիթս խանգարում է։ Ասում ես կտրի։ Կտրի։ Ու գիտեք, Դավթին օծել էին թագավոր։ Այդ ամենը գրված է, ասենց ասեմ, որպես ես բոլորը չկարդամ ժամանակի առումով, առաջի թագավորաց 17-րդ գլուխ 12-ից 40 խոսքերում է։ Այդ բոլոր պատմությունը ինչ որի մեզ կասեմ։ Սամվելը եղջյուրը լցրեց Դավթի գլխին, յուղը ասեց դու թագավոր ես։ Բայց գիտեք, հաջորդ օրը Դավիթը չելավ։ Այսպես սենց քացով խփել տանդուրը, հələ մատ բոլորը թելակ ես թագավոր եմ, չլսեցիք երեք Սամվելը ինչ ասեց։ Առավոտ հելա գարների տարավ նորից դաշտ։ Համաձայն եք։ Դաշտում էր։ Աղբերները պատերազմի դաշտում էին։ Հերը կանչեց առաջի թագավորաց 17-րդ գլուխ 12-ից 40-ը։ Հերը կանչեց ասեց տղա ջան լարի։ Արի աղբերներից հաց տար։
Պանիր տար, դաշտում են։ Ասես կտանեն։ Չասեց, այ հեր, այդ փոխանակ մեծ խոնարհվեց, ձեռս պաչես, ես թակավոր եմ, ինձ գործի ես դնում։ Գիտեք, սա ամենահետաքրքիր ու ամենա այն տարբերակն հատկապես այն մարդկանց համար եմ, հիմա ես ինչ որ ուզում ասեմ, որ ձեզ ներգրավում են տիրոջ գործի մեջ ինչ-որ բանում։ Գիտեք, վերցրեք Դավթի օրինակը։ Ոչ թե քթները տնկեք, որ հովիվին ձեզ հանձնարարություն տվել։ Հələ բոլորդ նստեք, բոլորդ հելեք։ Եհովը կրակ ընկա, որ քեզ հանձնարարություն տվեց անելու։ Չասես գնա ժողովրդին ճիպոտով տփի։ Ասես գնա խոնար ծառայի։ Մի կանից դες մարդկանց վրա մատ թափ տուր։ Խոնար ծառայի։ Այդ քեզ չես սովորեցել մատ թափ տաս մարդկանց վրա։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ Դավիթը այդպես չպատասխանեց, հարց չկա։ Ասի չէ մի քիչ բարը։ Կվերցնեմ ու գնաց։ Գնաց բանակ ու ինչ տեսավ։ Ով այն ձմռանեն ամենալավ ցրտին մրսե որ ծնոտը չի կարողացել կառավարի, որ ծնոտ իրար է գալի։ Ոմանք իմ խելքին են, եղել են մարդիկ, որ մրսել են։ Տեսավ ամբողջ բանակը այդ վիճակում է։ Էս ինչ հաշիվ է, ասեց։ Ասեց ասել են ընկել ես ավտոյի տակ։ 099-ա, չէ որ բրոնզիկը կմցում։ Էս ինչ հաշիվ է։ Նայեք, ասեց էս ինչ հաշիվ է։ Ասեց փղշտացիներից մեկը հելել է։ Ու մատա թափ տալի մեր բոլորի վրա, ասում է ձեզանից ով այն ամեն օր ժևը, թող գա մի հատ իրար հետ տենանք այս հարցը ոնց ենք լուծում։ Ու ոչ մեկ ռիշ չի անում։ Ասած լսեք, այդ անթլփատ փղշտացին ով է, որ իմաստուն անարգի։ Ես կգնամ։ Նայեք, հեր ընդամենը ուղարկել էր, որ լուր տաներ։ Ընդամենը լուր տաներ։ Մեկ էլ հաց տաներ, ուրիշ ոչ մի բան։ Ասած ես կգնամ։ Վազեցին Սավողի մոտ ասեն մեկը հայտնվել է։ Մենք հայերս sense ենք ասում, չէ՞ պլոճիկով տղա է։ Ասած մի հատ պլոճիկով հայտնվել է։ Ինձ էլ երևի Սավողն էլ պատկերացնում էր, հեսա երևեն ֆիթնեսի կլուբից նոր դուրս եկած, sense բիդի բոլդինգ մեկը գալիս է, sense դիքը մկաներով։ Եկավ մի կարճ, կարմիր թուշիկներով մեկը։ Շորերը հացրես կորավ մեջը։ Ասես կլին շորերը հանեք։ Ասես բա ինչով է տաս։ Ասես ես գիտեմ ինչով եմ գնում։ Իմ պարսատիկով, իմ մահակով եւ ամենակարևորը Իսրայելի Տեր Աստծո անունով։ Մի քանիստ եք հավատում Հիսուսին։ Ահա, ձեռքերը լկան։ Ասեց ավելին կանեք։ Այդ դեպքում ինչի՞ ես մի հատ որ մեկը ձեռը խփում է սեղանից, եկեղեցի չեմ գնա, վсё, այս աստվածաշունչս էլ կվառեմ, ես էլ կանեմ, են էլ կանեմ։ Ոնց ուզեք կտես կանեմ, մենակ էլ վրես մի խոսացեք։ Դու հավատում ես Հիսուսին։ Ասեց ավելին կանեք։ Ենք այս դեմի երեկոքին չեն հավատում։ Ձեր չեմ բարձ, վсё, արդեն փոշմանեցին։ Դավիթ ասեց ես կգնամ ասեց։ Իջավ ասպարես։ Դուք պատկերացնում եք, մեկը մի քանի օր վախ էր սերմանում։ Երբևիցե լսել ես, որ բուժում չկա քեզ։ Երբևիցե լսել ես, որ մարդուն ասել եմ, «Վсё, վերջ, զիքո վերջն է»։ Հեշտ լսել եք, որ վсё, դու էլ երբեք այդ աղքատության շեմը չես անցնելու։ Հենց որ տենց կասեն, ասեք ես մեկին ճանաչում եմ, ով որ Հիսուսի հետ քայլեց, ապրեց ու ապրում է։ Հիսուսը ոչ թե աղքատ այն ամենացածր տեղից հանել է ամեն ինչի վրա դրել է։ Որ կասեն ով է, վերեք ցես ծանոթացնեք հետս։ Գիտես ասում աղքատ ես, աղքատել կմնաս։ Այդ քո հիվանդությունը չի բուժվելու, վերջ։ Գիտես վախի սեմինար էր անցկացնում։ Այն մյուսները բան էին, դիսկեր էին բաժանում։ Հիվանդես, հիվանդել կմնաս, աղքատես, աղքատել կմնաս, անեցքի տակ ես վերջ, դրանից էլ ելք չկա։ Մարդդ գնալու է, քեզնից մնալու ես մենակ երեխեքիդ, մենակ ես պահելու։ Ոսես բոլորը վախի մեջ էին։ Ես ինչա մեր հետ ելնելու։ Ես մեր ցերի վերջը ինչ ալնելու։ Գիտեք, նման ձևի փղշտացին ինչ էր անում։ Խոսում էր ամեն օր։
Եվ Դավիթը իջավ ասպարես։ Եվ գիտեք ինչ արեց, կտրեց փղշտացու գլուխը։ Եվ մեկ էլ բոլոր բանակը ուրա! Մեկ հոգին կարա շրջվես կողքիդ ասես այդ մեկ հոգին կարաս դու լինես։ Կարաս իրականում շրջվես կողքին ու դու ասես այդ մեկ հոգին դու ես։ Մեկ հոգին կոտրեց ամբողջ ազգի վրայի վախը։ Մեկ հոգին չափսերով, չգիտեմ, կարող ընդհանրից մի քիչ ավելի փոքր մարմին էր։ Չգիտեմ, մտածում եմ։ Կամ կարող եմ նման էր, կամ մի քիչ մեծ է, չգիտեմ։ Սանտիմետրով գրած չի Դավթի բոյը։ Մենակ գիտենք, որ Սաղմոն շորերը հագավ, մեջը կորավ։ Սաղմոնն էլ այդ ժամանակվա ամենաբոյով մարդն էր, որովհետև իր գլուխը բոլոր տեղեր երևում էր։ Բայց դու որ մանեկան բոշկեկի արանքից գտան։ Բայց Դավիթ իջել էր ասպարես։ Ու մեկ հոգին կոտրեց ազգի վախը։ Հիսուսն ասում է ինձ հավատացողը այս գործերը կանի ավելին կանի։ Ինչի՞ չես ուզում դառնաս այն մեկ հոգին, որ կկոտրի քո ազգի վրայի անեծքը, կկոտրի քո ազգի վրայի հիվանդությունը։ Ինչի՞ չես ուզում դառնաս այն մեկ հոգին, որ կկոտրի ու կկանգնեցնի քո ֆինանսական անեծքները։ Պարտքի հետևից, հիվանդության հետևից։ Ինչի՞ չես ուզում դառնաս այդ մեկը, որը գետի դեմ կլնես ու քեզանից հետո քո սերունդերը օրնված կլնեն։ Ով մի ասած ես բան, ես չեմ ուզում կողքի կանգնած նայեմ ոնց են այդ ամենը անում։ Դա քո որոշումն է։ Բայց այդ դեպքում չես կարող ասել ես հավատում եմ Հիսուսին։ Որտեղ ասում է ինձ հավատացող այսպես բաներ անելու։ Եթե ես հավատում եմ Հիսուսին, Հակոբոսն ասում է ցույց տուր քո հավատքը առանց գործերի, ես ցույց տամ իմ հավատքը իմ գործերով։ Իմ գործերը պետք է խոսեն իմ հավատքի մասին։ Իմ գործերը պետք է խոսեն իմ հավատքի մասին։ Հիսուս ասեց ինձանից ավելին կանեք։ Ավելին։ Գիտեք շատ հաճախ ինչ եմ աղոթում Տեր, եթե կա մի բան, որ քեզ խանգարում է, կապ չունի ցավոտ կլինի թե չէ։ Պոկի ինձանից։ Ուզում եմ ավելին անեմ քո համար։ Ավելին։ Հովիվ ջան, հեսա լույսի վարձի օրնա գալիս, հələ չգիտեմ որտից այդ փողը տամ, ինչ ավելի մասին է խոսքը։ Լսեք, Հիսուս ավելին է։ Գիտես, շատ անգամ քեզ ասում են, դու անհաջողակ մարդ ես։ Քո մոտ չի ստացվի, դու անհաջողակ ես։ Դու այդտենց էլ մեռնելու ես։ Ու ես գալու եմ կանեմ քո կողք ասեմ, տեսար որ դու անհաջողակ ես։ Ու դու այդ ընդունում ես։ Ու գիտեք ոնց է քայլում արդեն, որ պետք է ասած ուղիղ քայլի, դաս քայլուտակը պատերի տակով։ Ծիկ անում, հանգարց ինձ մարդ չտենա, որտեղ ես անհաջողակ եմ։ Ում հետ շփվում եմ, շո մարդիկ վանվում են ինձանից։ Գիտեք, դա Գողիաթի ուսմունքն էր։ Բայց Հիսուսն ասում ավելին կանեք։ Գիտես, գուցե անհաջողակ ես եղել միջև Հիսուսին, բայց Հիսուսից հետո, հանդիպելուց հետո Հիսուսին, քո կյանքը դառնալու է հաջողված։ Ամեն։ Քո կյանքը դառնալու է հաջողված։ Գուցե մեկ ասի Հովիվ ջան, արդեն 2 տարի է գալիս եմ այստեղ, ես աթոռին նստում եմ, հետո եթեմ են տուն։ Ու ոչ մի բանում չեմ հաջողվում։ Ուզում եմ ասեմ քեզ, այդ 2 տարվա մեջ արդյոք հանդիպել ես Հիսուսին։ Արդյոք իրականում դու հավատում ես այն Աստծուն, որ կարած գնաս տուն, տենաս մարդը չոքած իրան աղոթում է, բայց միջև այդ աշկի տակը կապտացրել է, որ եկեղեցի չես գնալու։ Բայց գնում ես տուն, տենում ես Տերը հանդիպել է իրան ու լացելով ողբում ասում Հիսուս ջան կներես, ես ինչ գալատ եմ արել։ Ինչի ենք մենք Աստծուն, պատկերացնենք մի փոքր, մի հատ ասենց անճար մի էակ ասես, չգիտենք, ձեր կախել ենք մեր վզին ման ենք գալի։ Ես ասենց ասում չեմ ուզում հավատամ, որտեղ իմ վզին կախած ման գա։ Ես հավատում եմ մի Աստծո, որ օրեսնի ես երկն ստեղծել։
Այս ծիրկաթին մոլորակն է ստեղծել։ Եվ այդ Աստված ամեն բան կարող է անել ու փոխել։ Ամեն։ Ամեն բան։ Այդ ամեն բանի մեջ մտնում է քո ամուսինը, քո կինը, քո ապագա ամուսինը, քո ապագա կինը, քո ֆինանսները, քո տունը։ Մի հատիկ խոսք երկնքից կարող ամեն բան փոխի։ Մի հատիկ խոսք եկավ ինձ ու ասեց դու ես սարքելու քո տունը, 10 տարի վարձով եմ ապրել։ Ոսից Բագավան թաղամասում։ Всё, վերջ։ Այդ հարստամ։ Քանիսի տոսնա կրակնգե։ Ոչ մեկի։ Այդ դեպքում գտեք մի հատ սվարչիկի, երբ որ սվարկա է անում, գնացեք կանգնեք, նացեք ձեր օձիքը մի քիչ բացեք, թող կրակներից ընկնի ներս, ու հետո կտեսնեք դուք ինչ եք անում։ Տրնգին գլուխը պարատավ է, որ դու ոնց եք պարելու։ Գիտես այդ կրակ ընկելեր մեջս տեղը չէի գտնում։ Դերը խոսած։ Ես իմ համար անուշ վիճակ էր։ Մի քան անգամ մտածում եմ գնամ դուրս աշխատեմ, գամ տուն առնեմ։ Բայց դերը չէր խոսում որ գնա։ Գիտեք ես էստեղ աշխատելով Հայաստանի Հանրապետությունում եկեղեցուց հետ չմնալով, ծառայություններից հետ չմնալով, կոնֆերանսներից ու կոնգրեսներից հետ չմնալով ամեն բան ոնց որ ինք ասել է տենց եղավ։ Դրա համար ես ոչ մի բանում չեմ սահմանափակում իրեն։ Եթե ասում եմ հրաշք, օքեյ, ես գիտեմ որ հալելույա։ Բա հովիվ ջան, ես երկու անգամ աղոթում ես իմ համար, ինչի ես ողնաշարը չի դզվում։ Ես մի բան կարամ ասեմ։ Ես չգիտեմ ինչի չի դզվում։ Բայց մի բան գիտեմ, հրաշագործ է հրաշք անում։ Բեն մեկինը խի է դզվում։ Այն մեկի ծաղարած ողնաշարը ուղղվում է, այն մեկինը չի ուղղվում։ Ես չգիտեմ խի է դասվենում։ Բայց մի բան գիտեմ, որ բազում հրաշքներ եմ ես տեսել, բազում։ Ելանելին Աստված ելանելի է սարքել։ Ասում է ինձ հավատացողը այս գործերը կանի։ Ու ավելին կանի։ Գիտեք որտեղից է սկսում այդ ամենը։ Քեզ ասում են օրինակի համար։ Ես զուտ օրինակ եմ բերում։ Եկեղեցուս աթոռների վրայի փոշի մաքրի։ Դու փոշու փոխարեն։ Գիտես ինչ ես անում։ Մտնում ես մի հատ sense թափես տալի փոշին բարձանում է, ասում ես շո մաքրեցի ու գնում ես։ Մյուս տարբերակում հատակն է սալվում, որպեսզի դու քեզանից որ մեկը գալիս է հատակ ավել այդ փոշին չնստի քո մաքրածի վրա։ Միացնում ես օտափոխությունը։ Հետո սկսում ես բոլոր աթոռները մաքրել ու երգել։ Երբ իմ հոգին երգում է քեզ Աստված, Տեր ջան, նայ երկնքից տես ոնց եմ քեզ սիրում։ Ու մեկ նայում ես քո կյանքում հրաշքներ է սկսում, արա ավելի։ Քեզ հանձնարարում եմ մի բան։ Քեզ ասում եմ ժամը 1-ին աղոթքը։ 1-ին 15 պակաս արի։ 15 րոպե ավել կգնամ աղոթելու։ Չէ, պետք է ես օրինակի համար 2-ին 5 պակաս գնամ, որ վերջում մտեմ ամենին ասեմ, տեսակ, հովիվ ջան, տեսար ես էլ էի այստեղ։ Ես էլ էի եկե։ Ասում արա ավելին։ Արա ավելին։ Հանձնարարվում է մի բան, ավելին արա։ Ու տեսները ոնց է քո կյանքում, քեզ գերբնական ձևի օրհնելու։ Մարդիկ կային, որ պատասխանատվություն վերցեցին, որ կգանք, կծառայենք, ես կանենք, այն կանենք, երկու անգամ հետո կորան։ Բայց գիտես ամենահետաքրքիրը որն է, որ դու վերցնում ես ու անում ես ավելին։ Ես էս էլ կանեմ, այն էլ կանեմ, այն էլ կանեմ։ Գիտեք, սա այնքան կարևոր է։ Սա այնքան կարևոր է, որ դու ամեն ունենաս։ Խնդրեմ, բարոյականությունը տո բարձրանա։